Դե ինչ, պատկերացրեք, ձեր առաջին օրն է լաբորատորիայում։ Աչքի առաջ բազմաթիվ սարքեր են, լարեր ու, գիտեք, հնարավորությունների մի ամբողջ աշխարհ։ Բայց մինչև մեծ հայտնագործություններին անցնելը պետք է հիմունքները սովորենք։ Ու հենց դրանով էլ այսօր զբաղվելու ենք։ Այս կանոնը միշտ հիշեք, ձեր հաջողությունը ու ինչն ավելի կարևոր է, ձեր անվտանգությունը ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչքան լավ եք հասկանում այս սարքերը։ Դե եկեք սկսենք ամենակարևորից։ Ցանկացած էլեկտրական շղթա ունի իր այսպես ասած սիրտը, հոսանքի աղբյուրը։ Հենց այստեղից է ամեն ինչ սկսվում ու այստեղ թույլ տված ցանկացած սխալ կարող է վնասել ոչ միայն հենց աղբյուրը, այլև շղթայի մնացած բոլոր մասերը։ Այնպես որ եկեք այստեղ շատ ուշադիր լինենք։ Ահա երկու ոսկե կանոն, որ պետք է ուղղակի անգիր անել։ Առաջինը՝ երբեք, լսում եք, երբեք մի միացրեք պլյուսն ու մինուսն իրար ուղիղ։ Դա նույնն է, թե փակեք զարկերակը։ Աղբյուրը միանգամից գերտականում է ու վերջ շարքից դուրս է գալիս։ Ու երկրորդ՝ մի գերազանցեք լարման սահմանաչափը։ 4-ից 6 վոլտը սովորաբար լրիվ բավական է։ Ավելի բարձր տվեցիք, ձեր լամպերն ու զգայուն սարքերը պարզապես կվառվեն։ Լավ, եթե հոսանքի աղբյուրը շղթարի սիրտն էր, ապա չափիչ սարքերը նրա զգայարաններն են։ Սրանք ամենանուրբ ու զգայուն գործիքներն են մեր լաբորատորիայում, ու ցավոք ամենահեշտն էլ հենց սրանք են շարքից դուրս գալիս մի հատ սխալ միացման պատճառով։ Ուրեմն հիշում ենք այս ոսկե կանոնը։ Ամպերմետրը, որը չափում է հոսանքի ուժը, միշտ միացվում է հաջորդաբար, այսինքն դառնում է շղթայի մի մասնիկը, իսկ վոլտմետրը, որը չափում է լարումը, միացվում է զուգահեռ, այսինքն այն տեղամասի կողքից, որը մեզ հետաքրքրում է։ Սա ուղղակի պետք է անգիր իմանալ, սա լաբորատորիայի այբուբենն է, վերջ։ Հիմա երկու գործնական խորհուրդ։ Եթե վստահ չեք, թե ինչքան հոսանք կլինի, միշտ սկսեք ամենամեծ սանդղակից, ասենք 3 ամպերից։ Սա նման է ջրի ճնշումը չափելուն, չէ, որ չէիք սկսի ամենանուրբ խողովակից։ Ու իհարկե բևեռականությունը, պլյուսը պլյուսին, մինուսը մինուսին։ Հակառակ դեպքում սարքի նուրբ սլաքը պարզապես կխփի եզրին ու կծռվի։ Լավ, մենք ունենք հոսանքի աղբյուր, ունենք չափիչ սարքեր։ Հիմա մեզ պետք է մի բան, որով կկարողանանք կառավարել հոսանքի ուժը։ Դա ռեոստատն է, մեր կարգավորիչը։ Եթե սրան ճիշտ տիրապետենք, կպաշտպանենք շղթան հանկարծակի թռիչքներից։ Այստեղ էլ երկու կարևոր կանոն ունենք։ Առաջինը ձեր անվտանգության համար է։ Ռեոստատի մետաղական փաթույթները կարող են շատ թաքանալ, այնպես որ դիպչում ենք միայն մեկուսացված բռնակին։ Երկրորդն էլ սարքավորումների համար է։ Միշտ սկսեք առավելագույն դիմադրությունից։ Սա կանխում է հոսանքի հանկարծակի ու հզոր հոսքը, որը կարող է վնասել թե ամպերմետրը, թե լամպը։ Գիտեք, լարերը կարող են թվալ ամենապարզ բանը լաբորատորիայում, բայց ես ձեզ մի գաղտնիք կասեմ, փորձերի ձախողման ու խնդիրների մեծ մասի պատճառը հենց վատ կամ սխալ միացումներն են։ Այս մանրուքը հաճախ անտեսում են, բայց այն աննկարագրելի կարևոր է։ Սրանք պրոֆեսիոնալ սովորություններ են, որոնք պետք է ձևավորել հենց առաջին օրվանից։ Ամուր կոնտակտն ապահովում է, որ ձեր արդյունքները ճշգրիտ լինեն, իսկ լարը խրոցից բռնելով անջատելը պարզապես երկարացնում է մեր սարքավորումների կյանքը։ Եվ հիմա, երբ արդեն հիմնական կանոններն անցանք, թույլ տվեք կիսվել ձեզ հետ մի փոքրիկ, բայց հավատացեք անգին խորհուրդով։ Սա այնպիսի հուշում է, որը տարբերում է սկսնակին փորձառու մասնագետից։ Եթե տեսնում եք, որ ձեր ամպերմետրի կամ վոլտմետրի սլաքը կայուն չի, դողում է, մի փնտրեք բարդ պատճառներ։ Դեպքերի 99%-ում խնդիրը պարզապես վատ կոնտակտն է։ Անջատեք հոսանքը, հանգիստ ստուգեք յուրաքանչյուր միացում, ու դուք կխնայեք ժամեր, որոնք կարող եք ծախսել անիմաստ որոնումների վրա։ Ահա եւ վերջ, հիմքերը դրված են։ Այժմ այս գործիքները ձեր ձեռքերում պարզապես սարքեր չեն, այլ բանալիներ են։ Դուք գիտեք, թե ինչպես դրանք օգտագործել անվտանգ եւ արդյունավետ։ Հիմա հարցը մեկն է, իսկ դուք ինչ եք պատրաստվում հայտնագործել։